Մինասյանին և Ռուբեն Մանուկյանին վերջինների աղյալ ծանուցված լինելու վերաբերյալ հավաստում այս կամուտքային դատանը չի ստացրել, հաշվի առնելով նաև այն համեմատորում էր նախորդ նիստակամերը մեկ շաբաթ առաջ էր և հետևաբար գուցե նաև օբյեկտիվ պատճառով վկաների ծանուցված լինելու վերաբերյալ այս կանի հավաստում դատարանում փակտար չէ։ Քանի որ ստեցան մեկ ավարտեցին վկայի հարցակնությունը, խնդրեմ պարոն ձեր միջնորդությունը։ Հակիրճ ներկայացրեք, քանի որ գրավոր տարբերակով ներկայացվել եք դատարան, տևական ժամանակ գրանցել և Պատվաշոտ դատարան մի վստահություն Ալեքսանդր Գրաչի Բարոյանյանը, Ալեքսանդր Գյուղի քաղաքի մանրաշնի քրտուղի կողոտրակ մեկ հասցրել գտնվող Նովամասի սեփականատեր, որում ինքը արդեն երրորդ սեփականատեր է զգալույքի համագից այլ անձկից դրանց անցնելուց հետո գույքը ձեռք է բերել 2021 թվականի մարտ ամսին և ինքը անցանը վարակիչ երրորդ անց կանգով Որովհետև այն գործողությունները, որոնք դուք անում եք, դատական նիստերի դաշտում չի կարելի անես դուրս եկեք։ Լավ դուրս եկեք։ Պրոֆեսոր ես դուրս Գույքը արգելակրել է ինվեստավորի կողմից այն տնելուց հետո մի քանի ամիս անց, բայց քննիչի որոշմամբ, քանի որ դա եղել է նախորդ քրեական դատարանության օրենսգիրքի գործունեության գործողության ժամանակահատվածում, այսինքն դատարանի դիտողություն նույնպես չկար այդ գույքը արգելակրելու առումով, մենք գտնում ենք, որ թե հին քրեական օրենսգիրքի 103 հոդվածի, թե գործող քրեական օրենսգիրքի 21 հոդվածի 7-րդ մասի համաձայն տվյալ գույքը չի կարող երբևէ բռնագրավել տվյալ դատական գործով նույնիսկ մեղադրական դատախոհ կայացնելու պարագայում եւ նույնիսկ եթե պարզի որ տվյալ հողատարածքը օտարվել է համայնքապետարանի կողմից կրանունական ճանապարհով, նույնիսկ այդ պարագայում Գրաչի Բարոյանի գույքը բռնագրավման ենթակա չի լինելու։ Հետևաբար նաեւ իմաստ եւ նպատակ հարմարություն չկա այն տարածքի տակ պահելու ընդհանուր կարգին ինվեստավորի իրավունքի սեփականության մենք ուզում ենք պալանցանել գույքը եւ համապատասխան դերությամբ լինել Հայաստանի Հանրապետության կառավարության կոմիտե, որպեսզի արգելանքը վերացի։ Ես նաև նշեմ, որ Գրաչի Բարոյանը երրորդ ձեռքբերումն է տվյալ գույքի, այսինքն երբ համայնքից գույքը օտարվել է 2008 թվականին, մինչև իմ վստահողի ձեռքբերել 21 տարի անց է, 13 տարի անց է, եւ նույնիսկ ողջամտորեն հնարավոր չէ, որ փոխկապակցվածություն այստեղ տեսնել առաջին երրորդ ձեռքբերումների միջև նաև բնականաբար գործընթացներում մեզ հայտնի է, որ նման ապացույց չկա, որը փոխկապակցեր տվյալ ֆիզիկական անձանց եւ բարեփոխության վերաբերյալ որևէ կասկած հիմնավոր նաև չի ներկայացրել հնարավոր կողմից։ Որոշումը քննիչ կողմից հաշվի առնելով նախկին իրավակարգավորումները, քննիչի կողմից արգելադրելու մասին հաշվի առնելով այն ժամանակ դրական կողմից հաստատման հաստատակի չի եղել, որ դրա չի հաստատվել, հետևաբար քանի որ գույքը մոդոս հաստատող արգելադրվել է եւ այդ գույքի ճակատագրի որոշվի դատական քննության ավարտին եզրակացի դատական արտահայտությունների ժամանակ, ուստի ես մնում եմ դժգոհումը, որ ներկայացված միջնորդությունը քննանքը Ես միջնորդության հետաձգումը պայմանավորել եմ, կարողացի նաև բարոյի նյութերը ևս մեկ անգամ ուսումնասիրել։ Գրաչի Բարոյանը ասում բարոյով չի ասում եւ որևէ կարգավիճակ չունի։ Նման հարցի շուրջից դիրքորոշում հայտնել է, չեմ առարկում, կարծում եմ միջնորդությունը ենթակա է։ Պարոն Մելիքոնյան, ստեղծան քննարկելով միջնորդությունը դատարանը նույնաբնիկ միջնորդություն ևս այդ վարույթով արդեն իսկ քննարկել է եւ դատարանի դիրքորոշումը հետեւյալն է, հաշվի առնելով վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումը առ որ գույքի արգելադրման հարցը քննարկելիս պետք է ելնել բարեխոսության կանխավարկածով, այսինքն քանի դեռ չեն ներկայացվել բավարար հիմնավորումները այն, որ այն անձը, ով ձեռք է բերել տվյալ գույքը չի ամուսնանում բարեխոսություն, պետք է ելնել
բարեփոխության կանխավարկածից, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրաչուի Վարդանյանի սույն բարեփոխ չի անցնում որևէ մեղադրանքում վերջինիս անուն ազգանուններ հիշատակված չէ եւ դատարանը այսպիսի հաղորդումների հարայն, որ վերջինս չի հանդիսացել բարեփոխ ձեռքբերող, ուստի որոշում է սույն բարոյի շրջանակներում քաղաքի Մարմարաշենի խճուղի 9 մեքենայով գտնվող Բողամասի նկատմամբ կիրառված տաղանքը վերացնել։ Համապատասխան որոշումը ուղղակի կադաստրի կոմիտեի, որի սահմանափակումները վերացվել։ Ըստ էության այսօրվա դատական նիստի վերաբերյալ ինչպես նշեցի դեռևս պատշաճ ամուսնացել վկաների վերաբերյալ հավաստուն դատարանը չի ստացել, ուստի բոլոր այն վկաները, որոնք դատարանը այսօրվա դատական նիստի վերաբերյալ ամուսնացել են ուղղակի, բայց տեժակ դատարանի տեղեկացվել ստացել են թե ոչ, ևս մեկ անգամ բոլորը կծանոթեն ոստիկանության միջոցով։ Մենք նախապես համաձայնեցված դատական նիստի օր եւ ժամ ունենք, Տիկին Պողոսյան, մինչև ձեր ներգրավելը մենք օրեր եք համաձայնեցել, ձեզ եթե հարմար է ասեք, որպեսզի հաջորդը 15 Պատվարժան դատարան, բայց մինչև նիստի ավարտի միջնորդություն ունեմ, ոչ անցյալից նախորդած դատական նիստից հետո, ես չեմ իմանում այս դահլիճներ, թե այն դահլիճներ, այն ամենայնիվ ես ուղիղ եթերում տեսել եմ նիստը ավարտելուց հետո, ինչպիսի իրադարձություններ տեղի ունեցան նիստի դահլիճում, և իմ վստահորդի Վարդան Ղուկասյանի նկատմամբ, այդ նաև Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ, նիստից հետո նիստի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ զրպարտչական սուտ մատուցան հանդես են եկել և իմ վստահորդի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրական հետապնդում և այդ հանրային քրական հետապնդումը նախաձեռնվեց, ես կարծում եմ հատուկ պատվերի ներքո, որովհետև ամբողջը տեսաձայնագրվում էր ուղիղ եթերում էր հեռարձակվում, ես չեմ լսել այնտեղ հայհոյանքներ, մինչդեռ Սպարտակ Ղուկասյանը այդ ժամանակ երբ գալիս էր դատարան գտնվում էր տնային կալանքի ներքո, իսկ դրանից հետո, այսինքն այնպիսի այդ իրադարձություններից հետո այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ պարոն Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ դատարանը ապօրինաբար մեկ դատարան Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ ընտրեց խափանամիջոց կալանավորում և դրա հետ մեկտեղ կիրառեց չափազանց կտրուկ սահմանափակում ընդհուպ մինչև արգելելը շփվել ընտանիքի անդամների հետ, մայրիկի հետ, կնոջ հետ, երեխաների հետ և նաև մանկահասակ երեխայի հետ։ Այսինքն այդ աստիճանի, որ տեղի էր ունեցել դատարանի դահլիճում ինչ-որ խոսակցություն, որը չէր պարունակել որևիցե արգելված բառ, այսինքն որը կարող է դիտարկվել որպես խուլիգանություն կամ հայհոյանք։ Հիմա ես չգիտեմ այդ ոստիկան միջնորդությունս վերաբերվում է, որ ձեր դատական նիստերից հետո իմ վստահորդների անվտանգությունը ապահովված չէ, իմ վստահորդները այստեղ խնդիր ունեն դատարանի դահլիճներում, մասնավորապես բռնություն գործադրող իրավազոր, որը իհարկե նաև պետք է լինի իրավաչափ և չափավոր, ոստիկանների կողմից։ Հիմա մենք դիտարկում ենք, որ դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն, մասնավորապես իմ պաշտպանյալի և իմ վստահորդների նկատմամբ, դա եղել է դիտավորյալ, դա եղել է սուտ մատնությամբ, այստեղ գտնվող ոստիկանների կողմից, ովքեր են եղել, ես չգիտեմ։ Իրենց պատվեր անուններով մենք գիտենք, բայց իրենց դեմքով ես չեմ ճանաչում այդ ոստիկաններին, մինչ այս պահը առերեսում չի կատարվել, բայց այսպես ասենք, ցավոտ և զգայուն հետևանքը դա այն է, որ լրացուցիչ պարոն Ղուկասյանին ցանկացան ճնշում գործադրել
Եվ Սպարտակ Ղուկասյանի տան միակ, այսինքն այդ պահին տանը գտնվող տղամարդուն կտրել ընտանիքից։ Իդեպ ասեմ, երևի դուք գիտեք, որ եւ Սպարտակ Ղուկասյանը եւ պարոն Վարդան Ղուկասյանը դա մեծ ընտանիք է, ապրում է մի տան մեջ եւ այդ ընտանիքից զրկել են երկու տղամարդուն։ Դուք կալանքով չեք զրկել, բայց երկու այլ դատավորներ, որոնցից մեկը Տաթևիկ Մուրադյանը, երկրորդը Վարդգես Սարգսյանը զրկել են այս մարդկանց ազատությունից, այն էլ անհիմն։ Մեկը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն է, քաղաքական գործիչ է եւ քաղաքական ենթատեքստը նրան զրկելու ազատությունից հրապարակվել է գործադիր իշխանության առաջին դեմքի կողմից հոկտեմբերի 1-ին եւ անվտանգությանը, այսինքն մենք ունենք մտավախություն։ Կարող մի քիչ հետո նույն ցուցում կգա։ Մի քիչ հետո Չեմ կարող սիրտս պայթվում եմ։ Պատվարժան դատարան մի քիչ հետո էլ այդ սուտ մատնիչները, որոնք գործում են պատվերի ներքո, սուտ մատնիչները կարող են հետ այս սուտ մատնությամբ հանդես գան հենց այս դատարանի դահլիճում, ինչ-որ մի խոսակցության հետ կապված կամ առանց խոսակցությունների, նույնիսկ եթե իմ վստահորդը օրինակ Փրշտա կարող է ինչ-որ դա դիտարկել մի այլ կերպ, սուտ մատնությամբ եւ այդ սուտ մատնությունը վաղը իրենց համար դառնա եւս լրացուցիչ մի հիմք նրանց պահելու կամանքի տակ։ Իսկ բացի այդ նաեւ ես չգիտեմ դուք շատ շնորհալի երիտասարդ անձնավորություն եք, բայց ես տեղյակ եմ, որ իմ պաշտպանյալի նկատմամբ տարիներ առաջ եղել է մահափորձ, որը մինչ այս պահը բացահայտված չէ այդ հանցագործությունը։ Եվ մենք չգիտենք հիմա դատարանի դահլիճում ովքեր կան այդ ոստիկաններից, որոնք կարող են նման նաև ոտնձգություն կատարել։ Իմ միջնորդությունը վերաբերելի է իմ պաշտպանյալների անվտանգությանը եւ մենք դատարանից հայցում ենք ապահովել անվտանգությունը, որպեսզի զերծ մնան զրպարտիչներից, սուտ մատնիչներից եւ հավելյալ իմ պաշտպանյալների նկատմամբ լրացուցիչ զրկանքներ նրանք չկրեն։ Ես էլ խոսում։ Կարող եմ թե չէ։ Չէ։ Պարզաբանում շատական լիստերի դարաշուն գտնվում բոլոր անձանց եւ նաև մեծ հետևողների համար։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն պետական մարմինների եւ պաշտոնական անձինք իրավասության կատարում են այդպիսի գործողություններ, որոնք նախատեսված է շարունակել։ Հիմա անդրադառնալով Տիկին Փոստանջյանի միջնորդության մառան, որ դատարանը պետք է ապահովի մեղադրյալների անվտանգությունը դատական լիստերի դահլիճում, ես պարզաբանում եմ, որ մեղադրյալների տեղափոխումը քրեական հիմնարկներից եւ նրանց անվտանգության ապահովումը իրականացնում է ձեռքբերվածների եւ կալանավորվածների մասնական խոսանված կարգով իրավասու պետական մարմնի միջոցով։ Դատարանը որևէ պարտականություն եւ իրավասություն չունի դատական լիստի ավարտից հետո ապահովելու մեղադրյալի անվտանգությունը։ Հետևաբար դրա համար կան իրավասու մարմիններ, ովքեր իրականացնում են իրենց պարտականությունները։ Ինչ վերաբերում է հայտարարության հանրային կեղծ մատուցան հետ կապված դատարանների կողմից խափանման միջոցների հարցերի վերաբերյալ կայացված որոշումների մասով, ապա ես դες պարզաբանում եմ, հաշվի առնելով նաև որ պրոֆեսիոնալ միավորման եք, որ եթե դուք ունեք տվյալներ ենթադրյալ հանցագործության մասին, ապա կարող եք ներկայացնել համապատասխան հանցագործության մասին հավելում, իսկ եթե համաձայն չեք իրավասու դատարանների կողմից կայացված խափանման միջոցների վերաբերյալ որոշումների, ապա դրանք կարող են բողոքարկել օրենքով սահմանված կարգով։ Դատարանը այսպես դատական լիստերի դահլիճում հայտարարություններ անել, խափանման միջոցների հետ կապված, ոստիկանների ցուցումների հետ կապված եւ ակնկալել, որպեսզի դատարանը որևէ գործողություն պետք է իրականացնի դրա հետ կապված, ես կարծում եմ, որ ինքներդ եք հասկանում, որ դատարանը որևէ գործողություն ունի եւ որևէ գործողություն կատարելու հնարավորություն։ Սա այսքանը Ներեցեք, տեսեք, Հայաստանի դուք հողում կատարեցիք ձերբակալվածների եւ կալանավորվածների պահման մասին օրենքին, ուրեմն եթե մենք ունենք խնդիրներ եւ բողոքներ եւ նշանակություններ, ապա այդ նույն օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է դիմել դատարան։
Մենք հիմա ձեր դիտարկում ենք որպես այդ դատարանը, որին մենք դիմել ենք։ Դուք կարող եք մերժել մեր դիմումը, մեր միջնորդությունը, մենք դա կդիտարկենք որպես ոչ արդյունավետ միջոց, որի հիման վրա մենք արդեն կորոշենք ինչ միջոցներ ձեռնարկել դիմելու։ Այսինքն մենք դիմեցինք, դուք մերժեցիք։ Մեզանից նույնիսկ այս ձեր մերժումը մեզ համար կարևոր է, որովհետև մենք դիմել ենք, մենք բարձրաձայնում ենք եւ դեպքը տեղի ունեցել ձեր կողմից նախագահության ընթացող դատական նիստից հետո։ Շնորհակալ դուք կարող եք ներկայացնել ձեր մեկնաբանությունները, պատկերացումները, բողոքական կարգի դատականի պարզաբանումը արդեն ցույց է։ Դատական նիստը հետաձգվում եւ նշանակվում է 2025 թվականի դեկտեմբերի 19-ի ժամը 12:00։ 19-ի ժամը 12:00։ Դաշարքի գործով ուրեմն ԿՊ-ն է արել, ԿՊ-ի ժամանակահատվածում է եղել այդ Կոմցյանի գործունեությունը արվել է ԿՊ-ի ժամանակահատվածից եւ իրանք է ԿՊ-ական են։ Այս պատվերը իրենց կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող գիտենա, որ իմ ձեռքերս մաքուր է, ուրեմն երբ որ Խանջանին դադում էին Հագա, որպես հագա, ուրեմն ինչ ասեցին, դու շպիոն ես բոլոր ազգերի, Անգլիայի, Ամերիկայի, ասեց, հետո ասեցին Թուրքիայի, Սավետ մեկը չեն, հետո ճգնավորներից մեկին ասեց դու, ամեն մեղքերը ասեցին, ասեց այդ բանը, երբ որ ասեցին աղանդավոր այս, ասեց ես աղանդավոր չեմ, հիմա այդ անունը իմ վրա չի կմնում, բայց վերջում եւ քննիչները, եւ դատախազները, եւ դատավորները, եթե հանձնարարականով մի հատ ինձ դատեցին, խոսք եմ տալիս, մինչև կյանքից վերջ, ոնց որ Պինոչետին իրանք ստեղ են գտնվելու անպայման, ու դա կտեսնեք դա, այդ հանձնարարականներով այս դատարանները, ուրեմն քննիչները, դատախազները պատասխան են տալու, որպեսզի իրենք իրանց աշխատավարձի համար, իրանց ընտանիքը պահելու համար մեզի պես մարդկանց կործանում են, բայց իրանք շանորն են նգրելու, որովհետև վերևն Աստված կա։ Շնորհակալություն, Պարոն Առաքելյան, ավականու Վաղը կտեսնենք, վաղը ավականու արդարից կտեսնենք։ Մտավախություն չկա, որ ԿՊ-ն փորձի ձեր մարդկանց այնպես անել, որ չներկայանան նիստերին, դրանով պայմանավորված Չեմ կարող հուշագել։ Դուք ինչպես եք գնահատում ավականու աշխատանքը պարոն Ղուկասյանի կալանավորումից հետո եւ ստեղծված իրավիճակում։ Դե մի նիստ է, այդպես եղավ, հաջորդը վաղն է։ Աշխատանքները նորմալ գնում են։ Ոնց որ քաղաքապետը հանձնարարականները տրվել է, նույն հունով գնում է։ Նույն տեմպով։ Մտավախություն չունեք, որ ձեզ էլ կկալանավորեն։ Այո, առաջն ասված, ինչ եղավ։